Հրապարակ թերթը գրում է. ԿՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դիֆիցիտ կա, իսկ ցուցակում կանանց պարտադիր քվոտա, դիցուք 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։ Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով, թե նրանցից ովքեր են առաջադրվել։ Մեծ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայն դեպս անցողիկ տեղերում չի լինելու, նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ դիտարկվում են ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ան, որոնք կպահեն լոյալություն, մինչև տեսնեն, թե իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի։ Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը հայ առաքելական եկեղեցում Գարեգին Բ-ի լիազորությունների ավարտից հետո։ Հիշեցնենք, Արուն Լուրեյեմը երեկ հրապարակել է սցենար, ըստ որի Գարեգին Բ-ի հեռացումը արդեն ընթացքի փուլում է։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական այցերը, ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսատ ժողովից հետո տարածված հայտարարությունը։ Հրապարակ թերթը գրում է. Մինչ ընդդիմադիր դաշտում մի սկրծոցին նոր թափ է հավաքում ԿՊ-ում նախընտրական եռուզեռը, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ԿՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Շաբաթներ առաջ ձևավորվել է ԿՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է մինչև տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։ Իդեպ ԿՊ ակտիվի կարծիքով շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ԿՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ, որը պատկերավոր ասած համակարգելու է ոչ միայն ԿՊ-ի քարոզչական բլոկը, այլև մեդիատերոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Ինքը Ալեքսանյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-յան լայվ է մտնում եւ ԿՊ-ի քարոզչությունն է իրականացնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սիրելի ընկերներ, առաջադրվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ընտրություններում ձեզ խնդրելու, հորդորելու եւ առաջարկելու եմ ընտրել ԿՊ-ին։ Երեք այս մասին հայտնել է Վալոդիա Հակոբյան անունով մի երիտասարդ։ Կմտածեք ով է նա, որ հայտարարել է առաջադրվելու մասին։ Նա ԿՊ քարոզիչներից է, օրում Էչանայինի եթերում կռիվ է անում, բղավում, որ փորձի նմանվել Նիկոլ Փաշինյանի ճղճղան կերպարին։ Մենք տեղեկացանք, որ Վալոդիա Հակոբյանը նախկին առաքիչ է։ Հասկանալով, որ առաքչի գործով դժվար է ապրելը, մտել է ԿՊ քարոզչական թիմ։ Հիմա էլ որոշել է падգամավոր դառնալ։ Այսպիսով իշխանությունը թեև մեծ պլաններ է գծել, քաղաքական ամբիցիաներ առաջադրել, բայց դեռ ԿՊ-ի հույսը նախկին առաքիչներն են։ Կասկածելի կրթական ցենզով, կասկածելի անցյալով։ Երբեմն առաքչի կենսագրության մյուս մութ էջերին կանդրադառնանք առաջիկայում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այսօր առավոտյան ժամը 09:00-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա դեկտեմբերի սկզբին կայանալիք քարորիայում։ Իշխանություններն այնքան ոգևորված են այս չարչրկված նախագծով, որ մինչև խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաև կենսական ԿՊ-ի հեղինակության համար։ Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնել է իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ։